Բարի գալուստ Աստվածաշնչյան հարցեր հաղորդմանը։ Մեկնաբանություններում նշեք, թե քանի հարցի եք ճիշտ պատասխանել, իսկ մենք սկսեցինք։ Հարց առաջին. Ում պարսպից կախելով զամբյուղով իջեցրին։ Տարբերակ առաջին՝ Սողոսին, տարբերակ երկրորդ՝ Շիղային։ Ճիշտ պատասխանն է տարբերակ առաջինը՝ Սողոսին։ Բայց Սողոսին հայտնի դարձավ նրանց դավադրությունը։ Նրանք գիշեր ու զօր քաղաքի դռների մոտ էին, որպեսզի նրան սպանեին։ Աշակերտները գիշերով նրան վերցրին ու պարսպից կախելով զամբյուղով ցած իջեցրին։ Հարց երկրորդ. Որ երկիր ուղարկեց Աստված Աբրամին։ Տարբերակ առաջին՝ Սյուքեմ, տարբերակ երկրորդ՝ Քանան։ Ճիշտ պատասխանն է տարբերակ երկրորդը՝ Քանան։ Աբրամն առավ իր կին Սարային, իր եղբորորդի Ղովտին, իրենց ամբողջ ունեցվածքը և Խառանում իրենց ունեցած մարդկանց։ Նրանք դուրս եկան, որ գնան Քանանի երկիրը, և եկան Քանանի երկիրը։ Հարց երրորդ. Երբ ներքինապետը անուններ դրեց Դանիելին և իր հետ եղող մարդկանց, ինչպես կոչեց Դանիելին։ Տարբերակ առաջին՝ Բաղդասար, տարբերակ երկրորդ՝ Բաղդասասար։ Ճիշտ պատասխանն է տարբերակ երկրորդը՝ Բաղդասասար։ Եվ ներքինապետը նրանց անուններ դրեց Դանիելին Բաղդասասար, Անանիային Սեդրակ, Միսայելին Միսակ, Ազարիային Աբեդնագով։ Հարց չորրորդ. Տաբիթա անունը ըստ Աստվածաշնչի ինչ է թարգմանվում։ Տարբերակ առաջին՝ Այծեմնիկ, տարբերակ երկրորդ՝ Խոնար։ Ճիշտ պատասխանն է տարբերակ առաջինը՝ Այծեմնիկ։ Հոպեում Տաբիթա, որը Այծեմնիկ է թարգմանվում, անունով մի կին կար, որ աշակերտ էր։ Նա բազում բարի գործեր ու ողորմություններ էր արել։ Հարց հինգերորդ. Ում էր Պողոսն ասում, որ շարունակեն հնազանդ լինել, թե իր ներկայության, թե բացակայության ժամանակ։ Տարբերակ առաջին՝ Փիլիպեցիներին, տարբերակ երկրորդ՝ Հռոմեացիներին։ Ճիշտ պատասխանն է տարբերակ առաջինը՝ Փիլիպեցիներին։ Ուրեմն, իմ սիրելիներ, ինչպես որ ամեն ժամ հնազանդվեցիք, ոչ միայն իմ ներկայության ժամանակ, առավել ևս հիմա, իմ բացակայության ժամանակ, ահով ու դողով գործեք ձեր անձերի փրկության համար։ Հարց 6. Ցանկանալով բացահայտել իրեն իր եղբայրներին, Հովսեփը պահանջեց, որ տարբերակ առաջին՝ բոլորը հեռանան, տարբերակ երկրորդ՝ բոլորը լռեն։
Ճիշտ պատասխանն է տարբերակ առաջինը. բոլորը հեռանան։ Հովսեփը չկարողացավ իրեն զսպել իր մոտ կանգնած բոլոր մարդկանց առաջ և աղաղակեց. «Դուրս հանեք իմ մոտից այս բոլոր մարդկանց»։ Երբ Հովսեփի մոտ ոչ ոք չկար, իրեն ճանաչեցրեց իր եղբայրներին։ Հարց 7. Ինչ էր ասում Ծննդոց գիրքը Սաղեմի թագավոր Մելիքսեդեքի մասին։ Տարբերակ առաջին. նա քահանա էր։ Տարբերակ երկրորդ. նա մարգարե էր։ Ճիշտ պատասխանն է տարբերակ առաջինը. նա քահանա էր։ Սաղեմի թագավոր Մելիքսեդեքը հաց ու գինի դուրս բերեց։ Նա բարձրյալ Աստծու քահանան էր։ Այսօրվա համար այսքանը։ Եթե ձեզ դուր եկան հարցերը, ապա կիսվեք ձեր ընկերների հետ։ Նույնպես բաժանորդագրվեք ալիքին հետագա հարցերը բաց չթողնելու համար։ Շնորհակալություն մասնակցության համար։